Միչիգանի եկեղեցու տարածքում կրակոցներ են հնչել, որից հետո տղամարդը հրկիզել է շենքը, թե ինչ մանրամասներ ենք պարզել կատարվածի մասին, կտեսնեք տեսանյութում։ Նյու Յորքի դատարանում այսի գործակալը նվաստացրել է կնոջը այն բանից հետո, երբ նա ցանկացել է կանխել ամուսնու ձերբակալությունը։ Քիչ անց կներկայացնենք տեսագրությունը եւ կպատմեմ մանրամասների մասին։ Երեք կին համարձակվել են ուղիղ եթերում բացահայտել դաշնային գործակալի գաղտնի տվյալները, ինչի է դա վերածվել։ Վաշինգտոնում անհետացել է 12,000 շիշ եզակի վիսկի $1 միլիոն արժողությամբ, ով է կանգնած աննախադեպ գողության հետևում։ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը քննարկում է Վենեսուելայում թմրանյութերի լաբորատորիային անօդաչուներով հարվածներ հասցնելու պլանը, թե ինչպես կպատմենք։ Նոր օրենքի համաձայն ներգաղթյալների հովանավորները պատասխան կտան դատարանում, իսկ ներգաղթյալները իրավունք կունենան դատի տալ իրենց հովանավորներին։ Այսօր կխոսենք նաև ամերիկյան կրթական համակարգի մասին, որը կանգնած է լուրջ ճգնաժամի առջև։ Մեծ քաղաքներում աշակերտների թիվը աննախադեպ նվազում է, դպրոցների փակման վտանգը օրեցօր իրական է դառնում, իսկ մասնագետները կանխատեսում են կործանիչ հետևանքներ։ Այսօր թողարկման ընթացքում կպատմեմ նաև, թե ինչպես երազանքից ծնվեց աշխարհի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Դիսնեյլենդը։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-room-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ Միչիգանի Grand Blanc քաղաքում կրակոցներ են հնչել Jesus Christ of Latter-day Saints եկեղեցու տարածքում։ Ոստիկանության հաղորդմամբ կան բազմաթիվ տուժածներ, կասկածյալը վնասազերծվել է։ Իրավապահները վստահեցնում են, որ քաղաքացիների համար այլևս վտանգ չկա։ Եկեղեցու տարածքում հնչած կրակոցներին զուգահեռ շենքում բռնկվել է հրդեհ, որը հրշեջներին հաջողվել է արագ մարել։ Ոստիկանությունը հաղորդում է բազմաթիվ տուժածների մասին, սակայն նրանց թվի և վիճակի մասին դեռևս հստակ տվյալներ չեն հրապարակվում։ Քաղաքացիներին հորդորում են շրջանցել դեպքի վայրը։ Հարազատների համար տեղեկատվական կենտրոն է բացվել։ Նահանգապետը ցավակցություն է հայտնել, ընդգծելով, որ բռնությունը եկեղեցում պարզապես անընդունելի է։ Դաշնային քննչական բյուրոյի տնօրենի խոսքով գործակալները դեպքի վայրում են և աջակցում են տեղական ոստիկանությանը։ Թրամփն իր անձնական սոցիալական էջում գրել է. «Նորից նպատակաուղղված հարձակում է քրիստոնյաների վրա Միացյալ Նահանգներում։ Կոչ եմ անում աղոթել զոհերի և նրանց ընտանիքների համար։ Այս բռնության համաճարակը մեր երկրում պետք է անմիջապես դադարեցվի»։ Կրակոցներ են հնչել նաև հյուսիսային Կարոլինայի Southport քաղաքում գտնվող American Fish Company բարում։ Այս պահին հաղորդվում է 3 զոհի և 8 վիրավորի մասին։ Հանցագործը նավակով մոտեցել է ափին, կրակել այցելուների ուղղությամբ և փախել Oak Island-ի ուղղությամբ։ Ոստիկանության ու դաշնային իրավապահ ծառայությունների որոնողական աշխատանքների արդյունքում Oak Island-ի հանրային նավամատույցում ձերբակալվել է 40-ամյա Նայջել Էջը։ Ականատեսների խոսքով նա մի քանի կրակոցներ է արձակել ու անմիջապես հեռացել նավակով։ Նրան առաջադրվել է միանգամից մի քանի մեղադրանք, 3 սպանություն, 5 մահափորձ և զենքի կիրառմամբ հարձակում։ Նա կալանավորվել է առանց գրավի իրավունքի։ Հարձակման դրդապատճառները դեռևս պարզվում են։ Նյու Յորքում այսի աշխատակիցը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց տեսանյութ, որը նկարահանվել է Lower Manhattan-ի ներգաղթի դատարանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը իր փոքր դստեր հետ փորձում կանգնեցնել ամուսնու ձերբակալությունը, ինչի հետևանքով գործակալներից մեկը բռնում է նրա մազերից, իսկ մյուսը գետնին տապալում բոլորի աչքի առջև։ Տեսագրությունում լսվում է նաև, որ աշխատակիցը մի քանի անգամ ասում է «օդիոս», ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Դեպքը քննադատությունների է արժանացել ինչպես լրագրողների, այնպես էլ պաշտոնյաների շրջանում։ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նման պահվածքը անընդունելի է այսի աշխատակիցների համար։ Դաշնային մարմինները սկսել են պաշտոնյայի գործողությունների քննությունը։ Կնոջ ամուսինը, որը Էկվադորից է, արդեն ձերբակալվել է։
Ամերիկյան մի շարք քաղաքներում զգալիորեն մեծացել է դաշնային գործակալների ներկայությունը։ Չիկագոյի կենտրոնում, հատկապես առևտրային ու զբոսաշրջային տարածքներում մեծ թվով զինված գործակալներ են հերթապահում։ Ուժեղացված հսկողության պատճառն այն է, որ վերջին շրջանում ներգաղթի լայնածավալ ռեյդերը բախումներ են առաջացրել Բրոդվյուում գտնվող ICE շենքի մոտ։ Թրամփի հրամանով 200 ազգային գվարդիայի զինծառայող ուղարկվել է Օրեգոնի Պորտլենդ քաղաք ներգաղթի ծառայության օբյեկտների պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ այս քայլը նահանգապետի կողմից քննադատության է արժանացել։ Վերջինս Թրամփի խոսքերը պատերազմից քանդված Պորտլենդի մասին սադրանք է որակել։ Նահանգապետը դիմել է դատարան, պնդելով, որ նախագահը անցել է իր սահմանադրական լիազորությունները։ Թենեսիի նահանգապետը արդեն հայտնել է, որ առաջիկայում դաշնային լրացուցիչ ուժեր կուղարկվեն նաև Մեմֆիս։ Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ դաշնային վերահսկողության նման ուժեղացումը կարող է սրել լարվածությունը քաղաքներում և մեծացնել նոր բախումների վտանգը։ 3 կնոջ մեղադրանք է առաջադրվել դաշնային գործակալների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների համար։ Քննության տվյալներով նրանք հետևել են ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակցին, իմացել նրա տան հասցեն, ինչից հետո նրա անձնական տվյալները հրապարակել են սոցիալական ցանցերում։ Մեղադրյալները 37-ամյա Սինթիա Ռայգոսան Ռիվերսայդից, 38-ամյա Էշլի Բրաունը Կոլորադոյի Ավրորայից և 25-ամյա Սանդրա Կարմոնա Սամանեն Կալիֆոռնիայի Պանորամա Սիթիից նույնիսկ ուղիղ եթեր են արել գործակալի տան մոտից։ Դաշնային մեծ ժյուրին նրանց մեղադրում է դավադրության և դաշնային ծառայողի անձնական տվյալների ապօրինի բացահայտման մեջ։ Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ Բրաունը գտնվում է կալանքի տակ առանց գրավի, Սամանեն ազատ է արձակվել $5000 գրավով, իսկ Ռայգոսան դեռ որոնվում է։ Դաշնային դատախազը ընդգծել է, որ նման գործողությունները պարզապես անթույլատրելի են և զգուշացրել ցանկացած սպառնալիք կամ անձնական տվյալների բացահայտում կհանգեցնի քրեական հետապնդման և ազատազրկման։ Ամերիկայի մեծ քաղաքներում կրթական համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ։ Դպրոցներում աշակերտների թիվը նվազում է աննախադեպ արագությամբ, և սա լուրջ սպառնալիք է բազմաթիվ համայնքների ապագայի համար։ Հիմնական պատճառը համավարակից հետո ընտանիքների սովորությունների փոփոխությունն է։ COVID-19 համավարակը փոխեց ոչ միայն մարդկանց առողջությունը, այլև կրթության հանդեպ վերաբերմունքը։ Այսպիսով, COVID-ով պայմանավորված շատ ընտանիքներ այժմ նախընտրում են տնային ուսուցումը, ինչի հետևանքով դպրոցները կորցրել են իրենց արդիականությունն ու ամեն օր ավելի մեծ թվով աշակերտներ են կորցնում։ Օրինակ, միայն Չիկագոյում դպրոցականների թիվը վերջին տասնամյակում նվազել է գրեթե 1/3-ով։ Նման միտում կա նաև Դեթրոյթում և Սենթ Լուիսում։ Երբ դպրոցում դասարանները կիսով չափ դատարկ են, այն դառնում է անարդյունավետ, իսկ եթե աշակերտների թիվը շարունակի նվազել, իշխանությունները ստիպված կլինեն ցավոտ որոշումներ կայացնել, փակել կամ օպտիմալացնել դպրոցները։ Փորձագետների կանխատեսմամբ առաջիկա տարիներին տասնյակ հազարավոր դպրոցներ կփակվեն։ Շատ շրջաններում դպրոցները համարվում են համայնքի սիրտը։ Այստեղ երեխաները ստանում են ոչ միայն գիտելիք, այլ նաև անվճար սնունդ, հոգեբանական աջակցություն և ապահով միջավայր։ Եթե դպրոցները փակվեն, դրանից ամենաշատը կտուժեն ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։ Նրանց երեխաները կկորցնեն իրենց ամենօրյա աջակցությունը, իսկ համայնքը իր գլխավոր հավաքատեղին։ Քաղաքային իշխանությունը փորձում է լուծումներ գտնել, որոշները խոսում են դպրոցների միավորման մասին, մյուսները նոր ծրագրերի, որոնք կխրախուսեն ծնողներին երեխաներին դպրոց վերադարձնել։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե իրավիճակը շարունակի անփոփոխ մնալ ու աշակերտների նվազման միտումը չկանգնի, հետևանքներն անխուսափելիորեն կործանիչ կլինեն և ամերիկյան կրթական համակարգը կկրի վերջին տասնամյակներում ամենամեծ վնասները։ Եզրափակելով թեման նշեմ, որ եթե քաղաքական ու կրթական առաջնորդները չգտնեն լուծումներ, ապա ամերիկյան կրթական ոլորտը կարող է անդառնալի փոխվել, և փոփոխությունները վստահաբար դրական չեն կարող լինել։ Դրանք հնարավոր է ունենան անդառնալի հետևանքներ ողջ երկրի համար։
Վաշինգտոն նահանգում գործող Westland Distillery-ում խոշոր գողություն է կատարվել, գործարանի պահեստից անհետացել է 12,000 շիշ վիսկի, ընդհանուր $1 միլիոն արժողությամբ։ Գողոնը ներառել է նաև եզակի Գերիանա տեսակը, որը համարվում է ընկերության առաջին 10 տարվա արտադրանքը ու պահեստային պաշարի կեսից ավելին։ Ոստիկանության հաղորդմամբ հուլիսի 31-ին անհայտ անձինք բեռնատարով մոտեցել են Բերլինգթոնի պահեստին ներկայացրել կեղծ փաստաթղթեր բեռը Նյու Ջերսի տեղափոխելու համար, սակայն բեռը չի հասել նշված վայր։ Հարկ է նշել, որ եզակի նմուշը առանձնահատուկ արժեք ունի, քանի որ հնեցվում է Խաղաղօվկիանոսյան հազվագյուտ կաղնու տակառներում եւ միջազգային մրցանակների դափնեկիր է։ 2023-ին այն ճանաչվել է աշխարհի 3-րդ լավագույն վիսկին։ Փորձագետների գնահատմամբ գողոնը իրացնելը գրեթե անհնար կլինի շշերի ինքնատիպության և ալկոհոլի վաճառքի խիստ եռաստիճան համակարգի պայմաններում։ Սկաջիթ Վելիի շերիֆի գրասենյակը շարունակում է քննությունը։ Սպիտակ տունը պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգներ ներմուծվող էլեկտրոնիկայի վրա։ Reuters-ի տեղեկություններով Թրամփի վարչակազմը քննարկում է տարբերակ, ըստ որի սակագնի չափը կախված կլինի յուրաքանչյուր սարքի մեջ օգտագործվող չիպերի քանակից։ Այս նախաձեռնության նպատակը խթանելն է արտադրության վերադարձը ԱՄՆ։ Ամերիկյան առևտրի նախարարությունը նախատեսում է մաքսատուրքը հաշվարկել որպես տոկոսային բաժին ելնելով արտադրանքի չիպային բաղադրիչի արժեքից։ Նախագիծը դիտվում է որպես մեխանիզմ, որը կստիպի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին տեղափոխել արտադրական հզորությունները Միացյալ Նահանգներ։ Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ վարչակազմը վճռական է այս ուղղությամբ։ Նրա խոսքով Ամերիկան չի կարող կախված մնալ արտասահմանյան կիսահաղորդչային ապրանքներից, որոնք կենսական նշանակություն ունեն ազգային ու տնտեսական անվտանգության համար։ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ սեպտեմբերի 30-ին կմասնակցի ԱՄՆ բարձրաստիճան գեներալների և ադմիրալների արտակարգ ժողովին։ Թրամփը այն որակել է շատ հաճելի հանդիպում, որտեղ խոսելու են բանակի հաջողությունների և բարձր մարտական ոգու մասին։ The Washington Post-ի տեղեկություններով ժողովը տեղի է ունենալու Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Վիրջինիայի Կուանտիկո քաղաքում գտնվող ծովային հետևակի բազայում։ Նախագահի մասնակցության մասին տեղեկությունը առաջինը հրապարակվել էր Պաշտպանության նախարարության փաստաթղթերում։ Պաշտպանության նախարարը դեռ սեպտեմբերի 25-ին որոշել էր համախմբել գեներալներին և ադմիրալներին, որոնք ծառայում են աշխարհի տարբեր մասերում։ Թեև ժողովի օրակարգը պաշտոնապես չի հրապարակվել, NBC News-ի աղբյուրները վստահեցնում են, որ Հեքսեթը պատրաստվում է ներկայացնել իր ձեռքբերումներն ու նախարարության նոր ծրագրերը։ Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարությունը մշակել է գաղտնի ծրագրեր, որոնք նախատեսում են հարվածներ հասցնել թմրանյութեր արտադրող լաբորատորիաներին և խմբավորումներին հենց Վենեսուելայի տարածքում։ Այս մասին հայտնում է NBC News-ի աղբյուրն ու ընդգծում, որ գործողությունները կարող են մեկնարկել առաջիկա շաբաթներին և դրա համար նախատեսված է կիրառել անօդաչու թռչող սարքեր ուղղված կարտելների առաջնորդների և արտադրության կենտրոններին։ Վաշինգտոնը բողոքում է, որ Վենեսուելայի նախագահը չի ձեռնարկում բավարար քայլեր թմրանյութերի հոսքը կասեցնելու համար։ Այդ պատճառով էլ դիտարկվում են ռազմական տարբերակները։ Միևնույն ժամանակ ընթանում են դիվանագիտական բանակցություններ Մերձավոր Արևելքի դաշնակիցների միջնորդությամբ։ Քննարկվում են Մադուրոյի որոշ հնարավոր զիջումներ իշխանությունը պահպանելու պայմաններով։ Աղբյուրները նշում են, որ վարչակազմը ունի հստակ գործողությունների պլան։ Առաջինը թմրանյութի ծագման շղթան կոտրելն է։ Իսկ Վաշինգտոնը չի բացառում նաև, որ այս գործողությունները կարող են ունենալ առավել հեռահար քաղաքական ազդեցություններ, ներառյալ վարչակարգի փոփոխության հավանականությունը։ Քայլերի հետևանքը կարող է լարել տարածաշրջանային հարաբերությունները և բարձրացնել հակազդման ռիսկերը, ուստի հարցը շարունակում է մնալ ինտենսիվ քննարկման տիրույթում։ Ամերիկայում շատերը երազում են հասնել թոշակի և ապրել միայն Social Security վճարումներով, մինչդեռ իրականությունը այլ է։ Նույնիսկ վարկերի բացակայության պայմաններում եկամուտները հաճախ չեն բավարարում ծախսերին, պատճառը հարկերի, կոմունալների և ապահովագրության աճն է։ Վերջին 5 տարում միայն տան պահպանման արժեքը բարձրացել է մոտ 26%-ով։
ԱՄՆ-ում ընդամենը 10 նահանգ կա, որտեղ միջին Social Security վճարումները լիովին ծածկում են թոշակառուի հիմնական ծախսերը։ Միջին հաշվարկով թոշակառուներին տարեկան մոտ $2762 է պակասում միայն գոյատևման համար։ Սա նշանակում է, որ թոշակառուն ամսական շուրջ $230 կարիք ունի։ Ամենաբարենպաստ նահանգը թոշակառուների համար Դելավերն է, որտեղ միջին թոշակը կազմում է շուրջ $2139, իսկ ծախսերը $1992։ Այս տարբերությունը թոշակառուներին տալիս է ամսական 147 կամ $1764 տարեկան լրացուցիչ եկամուտ։ Մյուս բարենպաստ տարածաշրջաններն են Ինդիանան տարեկան $1392 և Արիզոնան շուրջ $1224 առավելություններով։ Մասնագետները նշում են, որ թոշակի անցնելու համար նահանգի ճիշտ ընտրությունը կարող է վճռորոշ լինել, ապահովելու անկախ և արժանապատիվ կյանք։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ն չեղարկել է Կոլումբիայի նախագահի վիզա նրա Նյու Յորքում ունեցած ելույթից հետո, որտեղ նա ամերիկացի զինվորականներին կոչ էր արել չկատարել Թրամփի հրամանները և հանդես էր եկել գլոբալ զինված ուժեր ստեղծելու գաղափարով պաղեստինցիների ազատագրման համար։ Պետդեպարտամենտը նրա քայլը անխոհեմ և սադրիչ որակեց, իսկ Պետրոն ի պատասխան առաջարկեց ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխել այլ երկիր։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ, ըստ որի նախատեսվում է հատուկ հուշադրամ թողարկել Չարլի Քիրքի պատկերով։ Եթե այն ընդունվի, նա կդառնա ամենաերիտասարդ անձը, որը երբևէ անմահացել է ամերիկյան արժույթում, միանալով Վաշինգտոնին, Ֆրանկլինին և Համիլթոնին։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այս մետաղադրամը կդառնա Քիրքի ազդեցության խորհրդանիշը քաղաքական և կրոնական շրջանակներում։ Հուշադրամի վրա նախատեսվում է նաև գրություն թողնել՝ «Լավ, բարի և հավատարիմ ծառա»։ BMW-ն ԱՄՆ-ում և Գերմանիայում հետ է կանչում ավելի քան 300,000 ավտոմեքենա շարժիչի բռնկման վտանգի պատճառով։ Խնդիրը կապված է ստարտերի ռելերի ժանգոտման հետ, որն առաջացնում է կարճ միացում և տաքացում։ Հետկանչը վերաբերում է 2015-ից 22 թվականներին արտադրված 330i, Z4, 530i, X3, X4 և 430i մոդելներին։ Սեփականատերերն այս մասին ծանոթություններ կստանան նոյեմբերի 14-ից։ Մինչև այդ մասնագետները հորդորում են մեքենաները չկանգնեցնել շինությունների հարևանությամբ, իսկ դիլերները անվճար կվերացնեն անսարքությունը։ Եթե ձեզ հետաքրքրում են նման նորությունները և ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր և վստահելի տեղեկություն հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ ԱՄՆ ներգաղթի դատարաններում լուրջ ճգնաժամ է խորանում։ Վերջին շրջանում աշխատանքից հեռացվել է մոտ 100 դատավոր, ինչը կազմում է համակարգի գրեթե 6-րդ մասը։ Եվ սա այն պայմաններում, երբ չքննված գործերի քանակը հասել է պատմական բարձր մակարդակի։ Ամենից շատ տուժում են ապաստան հայցողները, նրանց գործերի քննությունը տեղափոխվել է մինչև 2029 թվական։ Արդյունքում հազարավոր մարդիկ ստիպված կլինեն տարիներ շարունակ սպասել իրենց իրավական կարգավիճակի հստակեցմանը։ Սպիտակ տունը դատավորների հեռացումները բացատրում է օպտիմալիզացիայի անհրաժեշտությամբ, սակայն դատավորների արհմիությունը համոզված է, որ փորձառու մասնագետների կորուստը միայն խորացնում է ճգնաժամը և թուլացնում արդարադատության համակարգի կայունությունը։ ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունում ուժի մեջ է մտնում նոր խստացում։ Արտերկրից եկած մարդկանց համար հովանավորության պայմանագիրը Affidavit of Support-ը այժմ դառնում է դատական պատասխանատվության գործիք։ Եթե օրինակ երեխաները բերում են իրենց ծնողներին և պարտավորվում հոգալ բոլոր ծախսերը, բայց հետո դիմում են սոցիալական ապահովության կամ նպաստի օգնություն տրամադրած գործակալությունները կարող են դատարանի միջոցով պահանջել գումարի վերադարձ, ինչպես նաև դատական ծախսերի ու փաստաբանական վարձերի փոխհատուցում։ Նոր կանոնով ներգաղթյալները նույնպես ստանում են հնարավորություն դատի տալ իրենց հովանավորներին, եթե վերջիններս հրաժարվում են կատարել խոստացված աջակցությունը։ Մինչև այժմ նման գործերը հազվադեպ են եղել, սակայն ներգաղթի ծառայությունը հստակեցնում է, որ այսուհետև դրանք կդառնան սովորական պրակտիկա և կկիրառվեն շատ ավելի հաճախ։ Բացի այդ, ներգաղթի դատարաններում ներդրվել է նոր վճար՝ ապաստանի դիմում ներկայացնելու համար այժմ սահմանվել է $100։
Ամերիկայի ամենաաղքատ նահանգը Միսիսիպին այսօր այնքան արագ է զարգանում, որ արդեն մոտ է մեկ շնչի հաշվով հնայով անցնելու Գերմանիային, Եվրոպայի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրին։ Սա ցույց է տալիս Միացյալ Նահանգներում առկա յուրահատուկ հակասությունը, նույնիսկ ամենաաղքատ նահանգի ցուցանիշները համեմատելի են աշխարհի առաջատար երկրի հետ։ Վերջին հաշվարկներով ամենաբարձր եկամուտը գրանցվել է Վաշինգտոնում, District of Columbia-ում, որտեղ ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցում է Նյու Յորքի մակարդակին։ Իսկ Նյու Յորքում մեկ շնչին ընկնող հնան արդեն անցնում է $110,000։ ԱՄՆ միջին ցուցանիշը կազմում է շուրջ $81,000, ինչը գերազանցում է G7 խմբի բոլոր պետությունների ցուցանիշներին։ Այս պահին միայն Կանադան եւ Գերմանիան են կարողանում առաջ անցնել Միսիսիպիից։ Մյուս բոլոր մեծ տնտեսությունները հետ են մնում անգամ Ամերիկայի ամենաաղքատ նահանգից։ Բացի այդ, Միացյալ Նահանգների տնտեսական աճի տեմպերը ավելի բարձր են, քան ամբողջ G7 խմբինը միասին, եւ մասնագետների գնահատմամբ առաջիկա տարիներին այդ տարբերությունը միայն ավելի է խորանալու։ Ինչպես խոստացել էի հաղորդման սկզբում, այժմ կպատմեմ ձեզ, թե ինչպես է ստեղծվել Միացյալ Նահանգների ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Դիսնեյլենդը։ Նախ նշեմ, որ անգլերեն արտասանությամբ թեմատիկ պարկը Դիսնիլենդ է անվանվում, սակայն քանի որ մեր հաղորդումը հայերենով է, ապա նախընտրեցի անվանել այն իր հայերեն տարբերակով։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես ստեղծվեց Walt Disney-ի երազանքը։ Այս հեքիաթային այգին Walt Disney-ի հանճարի, իր հավաքած թիմի ստեղծագործական ջանքերի եւ տեխնիկական հետաքրքիր լուծումների արդյունքն է։ Ինքը Walt Disney-ը կառուցումից առաջ պնդում էր. աշխարհում դրա նման ոչինչ չկա։ Ես գիտեմ, որովհետեւ փնտրել եմ։ Հենց իր յուրօրինակության պատճառով սա կարող է հանճարեղ գաղափար լինել։ Walt Disney-ը անսովոր եւ ռիսկային մարտահրավեր նետեց ավանդական ժամանցային այգիներին։ Նա իր փորձի շնորհիվ արդեն հասկանում էր, թե ինչն է հետաքրքրում ամերիկյան հանրությանը եւ հենց դա էլ կիրառեց Disneyland-ի ստեղծման ընթացքում։ Walt-ը պատմել էր, որ Disneyland-ի ստեղծման գաղափարը դրա գլխում ծագել էր, երբ Լոս Անջելեսի Գրիֆիթի պարկի զվարճանքի այգում հետևում էր իր երկու դուստրերին։ Այդ պահին նա սկսել է պատկերացնել մաքուր գեղեցիկ անվտանգ գույներով լի եւ ընկերական միջավայր, որտեղ ծնողներն ու երեխաները կարող են միասին վայելել իրենց օրը։ Արդեն գործող զվարճանքի այգիների նկատմամբ հետաքրքրությունը սկսում էր նվազել եւ դա համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ արագ զարգանում էր քաղաքաշինությունը եւ ընդլայնվում էին մայրուղիները։ Արդյունքում շուկայում բացվեց նոր հնարավորություն, ընտանիքները սկսեցին ավելի հաճախ ճանապարհորդել, քանի որ մարդիկ ցանկանում էին բացահայտել նոր ու հետաքրքիր վայրեր։ Իհարկե, դրա արդյունքում բացվեցին նոր զվարճանքի այգիներ, բայց դրանք կրկին միայն երեխաների համար էին։ Մեծահասակները նստում էին մի անկյունում ու հետևում իրենց երեխաներին։ 1955 թվականի հուլիսի 17-ին երկու եղբայրներ Ռոյ ու Walt Դիսնիները կանգնած նայում էին նոր բացված Դիսնեյլենդին Main Street փողոցին ու հիանում երջանիկ այցելուների փայլող աչքերով, որոնք հիանում էին հեքիաթային աշխարհով։ Այդ օրը բացվեց աշխարհի ամենահայտնի զվարճանքի այգին Դիսնեյլենդը փոքրիկ 60 ակր տարածքով Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում, որը գործում է մինչև օրս։ Բոլորը սպասում էին այս փոքրիկ այգու ձախողմանը։ Ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է շահույթ ստանալ հեքիաթային աշխարհ ստեղծելով։ Նույնիսկ Ռոյը սկզբում դեմ էր Դիսնեյլենդի կառուցմանը։ Այգին պատրաստելու համար անհրաժեշտ գումարը գերազանցում էր ընկերության միջոցները, եւ թեմատիկ պարկի ձախողման դեպքում վտանգվելու էր ընկերության բոլոր ակտիվները։ Սակայն երբ նրանք կանգնած հետևում էին 30,000 այցելուներին, որոնցից շատերը անգամ տոմսեր չէին գնել եւ մտնում էին կեղծ տոմսերով, Ռոյն ընդունեց, որ սխալվել է։ Եթե մարդիկ պատրաստ էին կեղծել տոմսերը կամ շրջանցել ցանկապատը, միայն թե հնարավոր լինի մտնել թեմատիկ այգի, ապա դա նշանակում է, որ բիզնես գաղափարը հաջողվել է։ Այս պահին աշխարհում կան Դիսնեյի 6 թեմատիկ այգիներ, որոնցից մի քանիսը կարելի է ասել փոքրիկ քաղաքների են վերածվել, իրենց տարածքում ունենալով տարբեր փողոցներ, հյուրանոցներ ու խանութներ։ Դիսնեյլենդներից երկուսը տեղակայված են Միացյալ Նահանգներում, մեկն, ինչպես արդեն նշեցի, Անահայմում, մյուսը Ֆլորիդա նահանգում։ Դիսնեյլենդներ կան նաև Ճապոնիայում, Ֆրանսիայում, Հոնկոնգում եւ Չինաստանում։
Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։